Թրամփ պարահանդեսի դահլիճի նախագծի եւ հանրապետական կուսակցության դոնորը, ով կրում է Սոկոլով ազգանունը, ով ներկայանում է կամ ներկայացրել է Guardian-ը որպես ռուս հրեական արմատներով ամերիկացի ներդրող, նա ղեկավարելու է պետդեպարտամենտի հիմնադրամը Trip+-ը։ Ոմանց Սոկոլով ազգանունը անհանգստացրել է, ոմանք էլ ասում են իզուր։ Իզուր է անհանգստացել։ Ես չգիտեմ այդ իզուր ասողները որոնք են, ինչ նկատի ունեն։ Եկեք տեսնենք իսկ ինչու է անհանգստացնելը, տեսեք, եթե ձեզ թվում է, որ Պուտինի դրամապանակները այտենց բան են, հա, նույնիսկ Ալիշեր Ուսմանովը ուզբեկ չի, իրանք բոլորը ռուսերական ծագումով մարդիկ են, այդ Պուտինի անձնական թղթապանակն է, դուք թող ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծի, որ այդ ինչ-որ ուրիշ պերսոնաժ է, այդ կոնկրետ Պուտինի դրամապանակն է, որ պատկերացնեք, ընտրի գրած է Խույլով Վլադիմիր Վլադիմիրովիչ, ոչ մի ուրիշ մարդ ընդեղ չկա, ով պետք է ֆինանսավորի Տրամփի հանրապետական կուսակցությունը, հետո բալրումը, հետո բան այդ ամեն ինչը արվել է, դրա դիմաց ստացվել է Տրիպը։ Այդ այնա ինչի մասին ես խոսում եմ ամենասկզբից, որ Տրիպը դա նոյեմբերի 9-ն է, որ Տրամփը ձեզ ծախելու է, որ մի եղեք ապուշ, եղեք խելացի, չի կարելի այդպիսի քայլերի գնալ, չի կարելի տարածաշրջան բերել մարդկանց, ովքեր այդ տարածաշրջանից վտարվում են։ Հիմքերը, որ դուք ասում եք, հիմքերը հետևյալն են։ Ռուսաստանի հետ կապ ունի այդ մարդը։ Այո, որովհետև լավ, որ երկար այդ հիմքերը չվերադառնան 25 թվականի օգոստոս, թե ինչպիսի ողջույններ էին հնչում, եկեք տեսնենք մեր նախընտրականի ընթացքում այն եռագլուխ ընդդիմությունը, որը հռչակվել էր պրոռուսական, ովքեր չէին թաքցնում, որ իրանք պրոռուսական են, իրանք բոլորը կողմ էին Տրիպին։ Բոլոր պրոռուսական կուսակցությունները Հայաստանի, բոլոր Հայաստանի պրոռուսական քաղաքական գործիչները ասում էին, որ իրանք Տրիպը պահելու են եւ Տրիպին կողմ են։ Սա նույն բանն է։ Ընդհանուր առմամբ բազմիցս երևի խոսել ենք նրա մասին, որ Տրիպը, որը որ մեղրիով անցնում, այսինքն Արաքսի ափով, ինքը տնտեսապես ձեռնտու չի այդ պրոյեկտը։ Երկաթգիծ կառուցել Կասպից ծովի ափով, իջեցնել մինչև Քուր, Քուրից հետո բերել Արաքս, Արաքսի ափով բերել Հորադիզով, մանով Պարսկաստանի հենց քթի տակով անցկացնել մեղրին լեռներ կտրել, որոնք անցանելի չեն, որտեղով մի գիծ է անցնում, այսինքն ապրանքաշրջանառություն չես կարող անել, միևնույնն է մի գիծ է այնտեղ։ Նորմալ բեռնափոխադրումները մի գծով չի արվում, մի բանի գծով չի արվում, երկաթ գծով, մի հատիկով, երկու հատիկ գոնե, որ մեկը գնա, մեկը գա։ 42 կիլոմետրի, այսինքն այդ 42 կիլոմետրի խնդիրը բացառապես Հայաստանը Իրանից եւ Իրանը Եվրամիությունից, Եվրոպայից կտրելն է։ Ուրիշ որևիցե ուրիշ նպատակ դա չունի, ու չի էլ կարող ունենալ, որտեվ դա աբսուրդ է։ Լավ, դուք գնում եք էլի Տրիպի նախագծի մասին եք խոսում, մենք Սոկոլովի մասին ենք խոսում։ Դե Սոկոլովը նույն մարդն է, Պուտինն է։ Ես հարցնում եմ ինչու եք այդպես կարծում։ Բացատրում եմ, որովհետեւ Պուտինն է, ինչու եմ տենց կարծում, որ նա այդ մարդը ռուս է։ Հիմա դուք ուզում եք ինձ ասեք, որ 97 թվականից, կարծեմ 97-ից, Okay. ապրում է Ամերիկայում։ FSB-ի գործակալներ չկային, որ ապրում էին Ամերիկայում։ Չապմանին մոռացել եք։ Ասենք Պուտինը 95 թվականից FSB-ի տնօրեն է։ Կարա լինի։ Ռոստելեկոմն է ձեզ անհանգստացնում։ Ռոստելեկոմը իր հերթին, Ռոստելեկոմը պետք է Հայաստանից վտարվի, փակվի ու ամբողջ ունեցվածքը պետք է սեփականաշնորհվի։ Պարզապես մեր դիտողներին, եթե ով չգիտի, Ռոստելեկոմի հետ եւ Vivatel MTS։ Այո, ինքը նաեւ բաժնետեր է։ Տեսեք, այդ ընթացքում Եվտուշենկովն էր եկել Հայաստան, որը AFK սիստեմայի տնօրենն է, այս տարվան, եթե չեմ սխալվում, հունվարին թե այս տնապ։ Հանդիպել էր Փաշինյանի հետ։ Այդ AFK սիստեման ինքը նույն MTS-ն է։ Այդ նույն Vivatel-ն է։ Այդ նույն Vivatel-ն է, որը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Չգիտեմ։ Այտենց։ Հիմա ստացվում է, որ Vivatel MTS-ը, Vivatel-ը, որը որ Vivatel MTS-ն է, որը որ Եվտուշենկովն է, որը որ Սոկոլովն է։ Ինչ արա։ Գնել է ADC-ին, Armenian Datacom Company-ն իր ամբողջ օպտիկամալուխային ունեցվածքով, այսինքն այդ ինֆրաենտակառուցվածքով։ Հիմա վերցնում է Ռոստելեկոմը, ինքը Իրանով ամենախոշոր բջջային օպերատորն է, այսինքն ինքը ստանում է Հայաստանում կրիտիկական առավելություն
տեղեկատվական ոլորտում, այսինքն կապի տրամադրման ոլորտում։ Եվ դրանով ոչ մեկ չի զբաղվում այս երկրում։ Եվ ինչ որ մարդիկ թույլ են տալի դա։ Թույլ են տվել, որ Ռոստելեկոմը անունը փոխի, ինչ որ ուրիշ բան դառնա, մինչև այդ թույլ էին տվել, որ Ռոստելեկոմը հայկական լիցենզիաներով գնի սերվերներ եւ սարքի իր համար դատա կենտրոն։ Դրա բացմանը նույնիսկ վարչապետը գնաց, թե փոխվարչապետը չեմ հիշում։ Արդեն պատժամիջոցների տակ էր Ռոստելեկոմը, իրանք թույլ տվեցին դա։ Հետո թույլ տվեցին, որպեսզի քողարկվի, այլ անուն ստանա, այլ իրավաբանական ձևակերպում ստանա։ Հետո մի հատ էլ ձևակերպումը փոխեցին, հիմա այդ երրորդ ձևակերպում փոխածով էլի տալիս են ռուսների վերահսկողության։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որպես այդպեսին, ինքը չպետք է հիմա լինի արձակուրդում, ինքը պետք է օրոգիշեր պատասխան տա նրա համար, թե այսինչ արվել։ Որտեղից է այս բուսնել եւ ինչու մինչեւ հիմա ասենք ես էլ եմ ասում, հա օքեյ, Ծառուկյանն բռնել ես, լավ ես արել։ Բանացած է։ Ծառուկյանին բռնում ես, թողում ես, որ ռուսները ոչ միայն քո հիմնական օպերատորին տիրություն անեն, այլ նաև այդ օպերատորին կից ամբողջ օպտիկան վերցնեն։ Հիմա էլ պարզվում է, որ իրանք նաև վերցնում են տրիպը։ Այն տրիպը, որ դու, որ չգիտեմ, սուվերեն, էսյան, այնյան, չէ ինչ եք խոսում։ Դե Միացյալ Նահանգներն էլ այս շաբաթ պատասխան այնտեղ մի հարցի, որը ԵԱՏՄ-ի հետ հարցնում էին արդյոք տրիպի հետ ժամանակ նույն այդ բաներն են գործելու տարիֆները կամ չգիտեմ բանաձևերը, որով աշխատում են ԵԱՏՄ-ի շրջանակներում, Միացյալ Նահանգները պատասխանեցին այդ հարցերը որոշում եմ Հայաստանը, որովհետև տրիպը հա, սուվերեն, բան շուտ բանաձև կա, միշտ կրկնում են այդ բանաձևը, դե դու հիմա դուք տեսեք ինչա կատարում։ Այո, ինքնիշխան տարածքն է Հայաստանի, հարց չկա, Հայաստանն է որոշում եւ ինչ կապ ունի ով է որոշում, եթե այդ ամբողջությամբ ռուսների ձեռն է։ Ես էլ եմ ասում, այդ նույն բանն է ստացվում, ինչի ժամանակին մենք ասում էինք, խնդրեմը որն է այդ կտորի։ Ի սկզբանե կարամ կրկնեմ, ինձ թվում է 21 թվականից հա դրա մասին խոսում էլի, չեմ զլանա։ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի կանիքը կխփի Ռուսաստանը ու մի հատ էլ դուրս եկող կետ կունենա, ասենք Ադանայում։ Հայաստանը ոչինչ չի ստանա դրանից։ Հայաստան կմտնի որպես ԵԱՏՄ-ի բեռ։ Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ռիսկ կանի ռուսական կանիքներով բեռները կանգնեցնել եւ դատարկել ավելին 42 կիլոմետրը բավարար չի, որպեսզի դու մեծ ծավալի բեռներ թափես, ստուգես, ոնց որ իրանք լարսում են անում, կանգնեցնելու, այդքան ռիսկ չունես այդ բեռը կանգնացնելու։ Այսինքն մի բան ասվում է, մյուս բանը Չէ, մի բանը ասվում է այն ինչ որ պետք է լինի օրենքով, երբեք օրենքով չի լինում։ Ես երկու տարբերակ կա, հա, կամ պետք է հակակոռուպցիոն կոմիտեն դրանով զբաղվի եւ ման գա եւ գտնի կոռուպցիոն հիմքեր սրա մեջ, ԿՊ-ի վերնախավի, ԿՊ-ի կից օլիգարխների։ Դե հիմա կարող է Սոկոլովը 200 միլիոն է սրանց հատվել։ Ով գիտի ասել։ Դե Թրամփն է նշանակել, Թրամփը նշանակել է, հա, բայց Թրամփը նշանակել է, բայց հիմնադրամն է։ Բայց մերոնք ասել են, չէ, առանց մեր ողջունի, առանց մեզ հետ համաձայնացնելու հնարավոր չի, որ ինչ-որ բան նշանակել։ Բայց լսել եք ընթացքում։ Ոչ, իհարկե։ Ես այստեղ գիտեք ոնց արնակ։ Գուցե չենք լսել, երկիր կդառնա Հայաստանը, օրինակ, ինչպես ես կվարվեի, եթե հանգարց ես չիմանայի ու տենց բան անեի, ես նախ կկանչեի Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ում, կզրկեի դիվանագիտական կոչումից, կդնեի դատախազության տակ եւ ԱԱՑ-ի որ ստուգեն, ինչի է ժամանակին չեմ իմացել դրա մասին եւ ինչու էս գործընթացը չի կասեցվել։ Ինչու սրա մասին չի հայտարարվել։ Պարոն Սարգսյան, մենք ենք իմանում, են էլ Գարդիանից ենք իմանում։ Ես կանդրադառնամ հիմա Գարդիանի, դա ինչ է նշանակում, որ Գարդիանից ուղղի եմ ես մեծ հաշվով տենց բան չեմ, էլի, տենց մեծ խնդրեմ չկա դրան։ Ну, իհարկե խնդրեմ կա, բայց մեծ չի այդ խնդրեմ։ Նախ մեր դեսպանին պետք է կանչեն եւ ինքը պետք է ազգային անվտանգությանը, դատախազությանը եւ հակակոռուպցիոնին պատասխան տա, ոնց է եղել այս գործընթացը, որ մենք չենք իմացել, ինչի՞ սա չի հնչեցվել։ Հետո պատասխանատուները էկոնոմիկայի նախարարության, համապատասխան փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի, ով է պատասխանատու սրա համար, ով է տրիպով զբաղվում։ Շուտ մեկը պետք է զբաղվի, թե չէ, անտեր մնացածով։ Դրանք բոլորը պետք է գնան հակակոռուպցիոն, բոլորի հաշիվները պետք է ստուգվի, բացեի բաց ժողովրդին ցույց տրվի, թե ինչ ա եղել, ոնց է կատարվել դա։ Հետո ամերիկյան կողմին պետք է տեղեկացվի, որ 125-րդ ռուսական արուն ունեցող անձը բացառվում է, որ կարա տրիպի մեջ լինի։
ուղղակի բացառվում է։ Մենք դրա համար մի հատ էլ Արցախ չէ, 23-ը դրա համար կորցրինք, որ նոյեմբերի 9-ի հարցը փակենք։ Տենց էր։ Այսինքն դա ոչ միայն դա բացառվում է անենց, որ այդ Սոկոլովը Հայաստան պետք է չգա, ինքը որ գա պետք է նստի։ Եվ այն մարդիկ, ովքեր հենց հիմա չեն կանչում Ամերիկայի ինչա ժամանակավոր ներկայացուցիչը, այստեղ հավատար մատար, ինչա կանչում, ասում են տղա ջան մի հատ վեշմեշուկդ հավաքի վերադարձի Վաշինգտոն, այնտեղ բացատրի, որ Հայաստանը համաձայն չի այս լուծման հետ, որովհետև այն, որ ինչ որ մեկը վճարում է այդ բանի համար, բալրումի համար կամ ֆինանսավորում է հանրապետական կուսակցությունը, չի նշանակում, որ ինքը կարող Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրի հարցեր լուծել։ Պարոն Սարգսյան, ստացվում է, այսպեսի դավադրություն է արվել Հայաստանի Դավադրություն չի, դա զգուշացված է։ Ռուս-ամերիկա, թուրքա, ադրբեջանական դավադրություն Հայաստանի։ Ռուս-ամերիկյան, ժողովուրդ, ստոպ։ Որտեղ եք այնտեղ Թուրքիա կամ Ադրբեջան տեսել։ Ոնց եք գտել։ Որ մի քիչ փորենք կերևա, Չէ, ոնց եք տեսել դա, ժողովուրդ, մի րոպե։ Հաջորդիվ հարցերով Տեսեք, գոյություն ունի, այնտեղ խնդիրը սենց է, Ադրբեջան որպես Ադրբեջան չէ, Ադրբեջան որպես սիոնիստական պրոքսի, այո, որովհետև տրիպը սիոնիստական պրոյեկտ է, որը ուղղված է Իրանի ամբողջական շրջափակմանը։ Սրա մասին բազմից խոսել ենք։ Ադրբեջան գոյություն չունի, ինքը խամաճիկ է, տարբեր ուժերի կողմից, 3 հիմնական ուժ ունի։ Ռուսաստան, Իսրայել, Ամերիկա չկա։ Ամերիկա էլ չկա։ Չկա Ամերիկա, Ռուսաստան, Իսրայել եւ Թուրքիա։ Ընդ որում Հայաստանի Հանրապետության տեսանկյունից այս 3 խամաճիկի թելերը քաշողից ամենաձեռնտուն Թուրքիան է։ Ինչով։ Որովհետև ինքն էլ է Իսրայելից խուսափում։ Շատ բարձր։ Ռուս, Ամերիկա, իսրայելական։ Ռուսը, չէ, տեսեք, կա Պուտինի վարչակազմ, կա Տրամպի վարչակազմ, Ամերիկան եւ Ռուսաստանը գոյություն չունեն։ Պուտինը եւ Տրամպն, այո, Պուտինը, Տրամպը, Նետանյահուն, 3 ռազմական հանցագործներ։ 3 ռազմական հանցագործներ, ովքեր սեփական ֆինանսական շահույթի հարցն են լուծում, սեփական մեծարման հարցերն են լուծում, ուրիշ ոչ մի բան չկա այնտեղ։ Այս 3 սատանի վաստակներն են։ Հայաստանն էլ ասում է, թող լինի միայն խաղաղություն։ Հայաստանը ոչ մի բան չի ասում, Հայաստանը չի ասում, դա էլ Նիկոլն է ասում։ Ես վախենամ, որ Հայաստանը ինչ որ ասում է, եթերային վարկյան չտրամադրենք այդ ասածին։ Որտեվ ցենզուրայից դուրս չէ, դա մանչ։ Այսինքն ստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանն էլի համարում էր, որ ինքը ամենախելացին է, բայց Իրանը ինչպես եւ ցանկացած այն տիպաժին, որը համարում է, որ ինքը ամենախելացին է, ոնց որ հեծնեցին, ասին եշս գտի։ Ինքն էլ հիմա գնացել է Հանգստան, դե պարզա գնացել, բայց ինչ պետք է անի, ու չի գալու պատասխան տա իր ասածների ու չարածների համար, հիմա ոնց է ինքը մեկնաբանելու, սա ինձ շատ հետաքրքիր է։ Այն սազանդարները, բաները, որ ստեղ գորգռում էին, ստեղ չէ вообще Հայաստան։ Դա ամերիկյան ծրագիր է, շատ ամերիկյան ծրագիր է։ Էլեն ասում են ռուս հրեական արմատներով ամերիկացի ներդրող է։ Ուրեմն տեսեք։ Շատ էլ որ ազգանունը Սոկոլով է։ Չէ, ռուս-ամերիկյան ռուս հրեական արմատներով Ձիրիպասկան էլ է ներդրող։ Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է տանեք տակ Ձիրիպասկային, կամ Աբրամովիչին, կամ Ալիշեր Ուսմանովին, կամ Մելնիչենկովին։ Հասկացեք, Ռուսաստանում ուրիշ արմատներով մարդ չկա։ Ասեմ ավելին, Իսրայելի 80%-ն էլ են դրանք։ Ասեմ ավելին, Իսրայելի ռազմական հանցագործություն ստեղծող, то նույն Բենյամին Նետանյախուն էլ է իրականում Բիբի Միլիկովսկի։ Այսինքն դուք ուրիշ ընդեղ բան չունեք, սաղ էտ է։ Ռուսս ո՞րն է ատե։ Ռուսախոս հրեաները, բոլորը, ինչ տարբերություն։ Բայց էլի եմ ասում, ժողովուրդ, դուք մի հատ հետ պտտվեք, տեսեք այդ Սակալովը ով է, 97 թվին գնացել է Ամերիկա, սուս-փուս նստած էր, մեկ է որ պատժամիջոցները տվեցին, սաղ այդ օլիգարխատի հերը անիծեցին, պարզվեց որ կա մի հատ Սակալով, որը Տրամպին ֆինանսավորում է, մի հատ էլ Բալրումին փող է տալի։ Հետո էլ ասում արի ես քո Բալրումին փող տամ, ասենք այդ
Ինչա դա պարա սրահին փոխտամ դու Հայաստանը տուր ինձ։ Հենց այնց։ Դու մի ասա տենց ռուս հրեական արմատներով Չիկագոյում ապրող մարդա, էլ ներդրման տեղ չունի։ Մեղրի միջանցքն ա ուզում տիրություն անի։ Էլ բան չկա, հա, տենց աշխարհում էլ համով բան չկա, որ կարար վերցնել։ Ասեմ, ինքը կարար վերցնել Վենեսուելայի նավթային հանքերը։ Կարար վերցնել Կոլումբիայի զմրուխտի հանքերը։